Սա ուղղակի ահավոր է։ Համացանցում տարածվել են վիդեոներ, որտեղ երևում է, թե ինչ են անում Դուբայ գնացող աղջիկների հետ, հարուստ տղամարդիկ, Դուբայի այսպես ասած փակ փարթիների ժամանակ։ Ուշադիր նայեք այս ֆոտոին։ Սա 20 տարեկան ուկրաինացի մոդել Մարիա Կավալչուկն է, որը մինչև Դուբայ գնալը ուներ այս տեսքը։ Հիմա աղջիկը այս տեսքով պառկած է հիվանդանոցում։ Ինչ է եղել աղջկա հետ։ Մարիա Կավալչուկը, 20 տարեկան ուկրաինացի մոդելը, որոշում է գնալ Դուբայ եւ իր ծննդյան օրը, մարտի 9-ին, գնում է Դուբայի ակումբներից մեկը, որտեղ էլ ծանոթանում է երկու արաբ տղամարդու հետ։ Հաջորդ օրը առավոտյան Մարիան խոսում է ծնողների հետ եւ պատմում է, որ նախորդ օրը ակումբում ծանոթացել է երկու տղամարդու հետ, ովքեր ասել են, որ մոդելային բիզնեսում մեծ դեր եւ ազդեցություն ունեն եւ կարող են օգնել աղջկան մոդելային կարիերան դասավորելու հարցում։ Մարիան նաեւ պատմում է մորը, որ այդ օրը հյուրանոցում հերթական հանդիպումը պետք է ունենա երկու տղամարդկանց հետ գործնական հարցեր քննարկելու համար։ Սա լինում է վերջին անգամը, երբ աղջիկը կապի է դուրս գալիս ծնողների հետ։ Այս զանգից հետո 8 օր շարունակ Մարիա Կավալչուկը համարվում է անհետ կորած, նրանից ոչ մի լուր եւ ոչ մի տեղեկություն չի լինում։ Եվ ինչ է կարծում ինչ է լինում։ 8 օր հետո Մարիային գտնում են Դուբայի փողոցներից մեկի վրա բարի բուն իմաստով ընկած։ Աղջկա ձեռքերը, ոտքերը, իսկ ինչն ամենակարևորն է ողնաշարը ծանր կոտրվածքների մեջ է լինում։ Մինչև այսօր աղջիկը գտնվում է ծանր վիճակում հիվանդանոցում։ Աղջիկը չի կարողանում շարժվել, չի կարողանում խոսել եւ այդպես էլ ոչ ոք չգիտի, թե ի վերջո ինչ է տեղի ունեցել աղջկա հետ երկու այս միստիկ տղամարդկանց հանդիպելուց հետո եւ ինչպես է աղջիկը հայտնվել նման վիճակում։ Ըստ պաշտոնական տվյալների, որը ներկայացնում է Դուբայի ոստիկանությունը, Մարիան ինքնուրույն մտել է ինչ-որ շին հրապարակ եւ ընկել է շատ պատահական բարձր հարկից։ Բայց Մարիայի ծնողները եւ ընկերները համոզված են, որ այնինչ տեղի է ունեցել աղջկա հետ, բոլորովին էլ պատահականություն չէ։ Այն, ինչ տեղի է ունեցել աղջկա հետ, հետևանքն է Դուբայի փակ փարթիներին մասնակցելու եւ այն միստիկ ծանոթության, որ աղջիկը ունեցել է երկու արաբ տղամարդու հետ։ Իսկ հիմա ամենաշոկայինը, աղջկա հիվանդանոց տեղափոխվելուց հետո, այն ժամանակ, երբ գտնվում է մոդելի հեռախոսը, համացանցում հայտնվում են այս վիդեոները, որոնք YouTube-ի անվտանգությունից ելնելով ես չեմ կարող ամբողջությամբ ձեզ ցույց տալ։ Այս վիդեոներում լսվում է ուկրաինացի մոդելի ձայնը, որը դուք եւս հիմա լսում եք, եւ այդ վիդեոներում ներկայացվում է, թե ինչպես են արաբ տղամարդիկ տանջում եւ ֆիզիկական ու սեռական բռնության ենթարկում աղջկան։ Համենայն դեպս վիդեոները լսելիս այդպիսի տպավորություն է ստեղծվում եւ կավարկած, որ այս վիդեոները համացանցում հայտնվել են հենց Մարիայի հեռախոսից, իբրև թե ուկրաինացի մոդելի հեռախոսը արաբ տղամարդիկ նրա ձեռքից վերցրել են եւ նկարահանել են այն դաժանությունները, այն բռնությունը, որ իրականացրել են աղջկա նկատմամբ։ Իհարկե 100%-ով ասել, որ այս վիդեոները իրական են եւ գտնվել են ուկրաինացի մոդելի հեռախոսի մեջ, դեռ հնարավոր չէ, ամեն ինչ պարզ կդառնա, երբ աղջիկը կարողանա խոսել եւ ի վերջո պատմել, թե ինչ է իր հետ տեղի ունեցել։ Բայց ինչու այս պատմությունը ինձ հետաքրքրեց եւ ես որոշեցի դրա մասին պատմել, որովհետեւ վերջին տարիներին ես շատ հաճախ եմ լսում արտահայտությունը, որ հիմա Դուբայը հայ շատ աղջիկների համար դարձել է էս մարմնավաճառությամբ զբաղվելու ամենապոպուլյար ուղղություններից մեկը։ Թեման մի քիչ ուսումնասիրելուց հետո ես հասկացա, որ սա միայն Հայաստանից գնացող աղջիկներին չի վերաբերում։ Այս թակարդում են հաճախ հայտնվում գրեթե բոլոր նախկին սովետական միության երկրներից գնացող աղջիկները, ովքեր
գնում են Դուբայ մոդելի անվան տակ, կլորի գումարի դիմաց էլ մտնում են այսպես ասած հնագույն մասնագիտության մեջ։ Բայց խնդիրն այն է, որ վերջին տարիներին ամեն ինչ միայն դասական սեռական ծառայություններ մատուցելով չի սահմանափակվում։ Վերջին տարիներին ակտիվ խոսում են այն մասին, որ հարուստ տղամարդիկ Դուբայ գնացող աղջիկների հետ իրականացնում են ֆիզիկական ու սեռական աներևակայելի բռնություն, այսպես ասած փակ փարթիների ժամանակ, որոնց դիմաց PDD-ի փարթիները ուղղակի դպրոցական ցերեկույթ են։ Վերջին ամիսներին հաստատ լսած կլինեք, որ բոլորը խոսում են ուշադրություն, փորթա, փոթի կոչվող փարթիների մասին։ Սրանք փակ փարթիներ են, որոնք կազմակերպում են Դուբայում հարուստ տղամարդիկ, ընդ որում ոչ միայն արաբ, այլ նաև այլազգի հարուստ եւ ազդեցիկ տղամարդիկ, ովքեր փող ունեն։ Ովքեր են մասնակցում այս փարթիներին, աղջիկներ ավելի աղքատ տնտեսություն ունեցող երկրներից, մասնավորապես նախկին սովետական միության երկրներից։ Աղջիկներ, որոնց դուք շատ հաճախ եք տեսնում Instagram-ում, այն աղջիկներն են, ովքեր հաճախ լինում են Դուբայում, մասնակցում են շքեղ փարթիների, բրենդային պայուսակներ են կրում, լյուքս կյանք են վարում, լյուքս հյուրանոցներում են մնում եւ լավ ավտոմեքենաներ են վարում։ Բայց իրականում այս շքեղ շղարշի տակ թաքնված է հաճախ դասական էսկորտ, փորթա փոթի, այդպես է կոչվում փարթին, այս բառը թարգմանաբար նշանակում է բիոզուգարան, եթե դուք TikTok-ում հիմա փորձեք փնտրել այս անվանումը, դուք մոտավորապես կգտնեք հենց այսպիսի կադրեր, եւ այն ինչ տեսնում եք դուք հիմա կադրերում, դա այն է, ինչ դուք երևակայում եք, այն է, ինչ մոտավորապես մնում է այս փարթիների արդյունքում։ Տարածված ինֆոների համաձայն այս փակ փարթիները կազմակերպում են հարուստ տղամարդիկ, ովքեր հրավիրում են մոդելային արտաքին ունեցող աղջիկների, ովքեր էլ կլորի գումարի դիմաց պատրաստ են իրականացնել այդ տղամարդկանց ամենահիվանդ ֆանտազիաները։ Եվ այնինչ անցնում է այս տղամարդկանց մտքով, ոչ մի գիտակից եւ ոչ մի adekvat մարդու մտքով չի կարող անգամ անցնել։ Ինչու են այս փարթիները կոչվում բիոզուգարան, որովհետև այս փարթիների ժամանակ հրավիրված աղջիկներին, իսկ ավելի կոնկրետ նրանց դեմքը եւ բերանը օգտագործվում է որպես բիոզուգարան հարուստ տղամարդկանց կողմից իրենց կեղտոտ գործերը իրականացնելու համար։ Եթե հասկացաք ինչի մասին եմ ես խոսում։ Հետո աղջիկներին տղամարդիկ ստիպում են ուտել իրենց այդ կեղտոտ գործերը, որոշ տղամարդկանց ֆանտազիաներ հասնում են նրան, որ հանում են աղջիկների ատամները, կտրում են նրանց մազերը, որպեսզի նրանք իրականացնեն իրենց սեքսուալ երազանքները, բայց եթե ձեզ թվում է, որ այս ամենով պատմությունը ավարտվում է, սխալվում եք։ Շատ աղջիկներ պատմում են այն մասին, որ իրենց ստիպում են այդ փարթիների ժամանակ սեռական հարաբերությունների մեջ մտնել նույնիսկ կենդանիների հետ, ուղտերի կամ շների։ Okay, ես գիտեմ հիմա ինչ է կատարվելու կոմենտներում։ Վստահաբար ձեզնից շատերը գրելու են. դե կներեք։ Աղջիկները իրենք են մեղավոր։ Եթե գնում ես նման մութ փարթիների, ուրեմն պետք է պատրաստ լինես նաև նման մութ ելքերի։ Թող նստեին տանը եւ ոչինչ իրենց հետ տեղի չէր։ Բայց խնդիրն այն է, որ սա մի հարց է, որ իրականում վերաբերում է մեզնից յուրաքանչյուրին։ Ցավոք սրտի մենք ապրում ենք ժամանակներում, երբ չենք էլ նկատում, որ էսկորտը իսկ ավելի ոչ թիթիզ ու ավելի դասական եւ հին լեզվով ասած մարմնավաճառությունը դարձել է ոչ միայն նորմա, այլ նաեւ պրոպագանդվում է։ Եթե դուք նկատել եք կամաց մեր ուղեղների մեջ փորձում են պրոպագանդել այն միտքը, որ էսկորտով զբաղվելը, հովանավոր ունենալը, մարմնավաճառությամբ զբաղվելը ոչ միայն նորմա է եւ դրանով բոլորն են զբաղվում, այլ նաեւ ցանկալի մասնագիտություն է ու ցանկալի կյանքի ճանապարհ։ Սա այսպես ասած
ֆանի, զվարճանքի տեսակ է որպես ներկայացվում։ Բոլորովին պատահական չէ, որ ընդհանրապես վերջերս Instagram-ում տարածվեց մի աղջկա պատմություն, ով 24 ժամվա ընթացքում 1000-ից ավել տղամարդու հետ սեռական հարաբերությունների մեջ էր մտել միայն ռեկորդ սահմանելու եւ գումար աշխատելու համար։ Եվ այս երևույթը Instagram-ում հանրայնորեն ներկայացվում էր որպես մեծագույն ձեռքբերում կամ էլ որպես ֆան փաստ, հետաքրքիր փաստ, որին պետք է բոլորը վերաբերվեն նորմալ։ Մեր ուղեղը լվանում են արտահայտություններով, ինչպիսին է ուզում եմ գտնել հարուստ տղամարդ։ Տղամարդիկ պետք է լինեն ապահովված, տղամարդը պետք է պահի կնոջը, ինչու պետք է կինը աշխատի, սովորի, դժվար կյանք ապրի, կինը պետք է հեշտ ապրի, նրա մասին տղամարդը պետք է ֆինանսապես հոգ տանի։ Այն նայեք ինչպես են ապրում Instagram-ի աղջիկները՝ շքեղ պայուսակներ, լավ հյուրանոցներ, ճամփորդություններ, հանգիստ, շքեղ, ճոխ կյանք եւ այդ ամենը հարուստ հովանավորի միջոցով։ Ինչպես է այս ամբողջ մեխանիզմը դուբայական արկածների, այսպես անվանենք, գործում։ Հատուկ ագենտները կամ միջնորդ աղջիկները գտնում են Instagram-ում գեղեցիկ աղջիկների մոդելային արտաքինով, ովքեր որ այսպես Instagram մոդելներ են որպես ներկայանում։ Եվ սկսում են այս աղջիկների հետ զրուցել ու նրանց հետաքրքիր ու գրավիչ առաջարկներ անել։ Հաճախ սա կամ լինում են մարդիկ, ովքեր ներկայանում են իբրև մոդելային ընկերությունների գործակալներ, ովքեր աշխատում են Դուբայի հետ, կամ էլ լինում են աղջիկներ, ովքեր իրենք են որպես մոդելներ հաճախ գնում Դուբայ։ Այս վերբովկա ասվածը, այսինքն աղջիկներին թակարդը գցելու process ասվածը չի սկսվում նրանով, որ այդ ագենտները, գործակալները կամ աղջիկները միանգամից դիմացինին առաջարկում են եկեք գնանք Դուբայ եւ մտնենք այդ հնագույն մասնագիտության մեջ կամ սեռական ծառայություններ մատուցենք հարուստ տղամարդկանց։ Ամեն ինչ սկսվում է գայթակղիչ առաջարկով, որ կարելի է որպես մոդել գնալ Դուբայ եւ որպես գեղեցիկ ֆոն աշխատել տարբեր փարթիների ժամանակ, որտեղ անհրաժեշտ է որպեսզի տարածքում լինեն գեղեցիկ մոդելային արտաքինով աղջիկներ, ուղղակի պտտվեն եւ շփվեն հյուրերի հետ, այսպես ասած գեղեցիկ ֆոն ապահովեն։ Կամ երկրորդ տարբերակը առաջարկում են որոշակի գումարի դիմաց ուղղակի գնալ Դուբայ եւ որոշ փարթիների ժամանակ ուղեկցել հարուստ տղամարդկանց։ Այսքան։ Ոչ մի սեռական հարաբերության մասին սկզբում խոսք կարող է եւ չգնալ։ Այս ամենի դիմաց աղջիկներին խոստանում են տալ կլորի գումար, վճարել ամբողջ ճամփորդության համար եւ մի բան էլ թանկ պայուսակներ, զարդեր ու հագուստ նրանց նվիրել։ Իհարկե այս առաջարկները բավականին գրավիչ են հնչում աղջիկների համար ու նրանցից շատերը իսկապես համաձայնվում են։ Հասնում են Դուբայ եւ սկսվում է կինոն։ Հիմա եկեք ճիշտ հասկանանք ու թացը չորից տարբերակենք։ Որոշ աղջիկների այս կինոն դուր է գալիս կամ նորմալ է։ Ինչու, որովհետև արագ գումար աշխատելու տարբերակը շատերի համար գրավիչ է, նորմալ է եւ մենք եւս մեկ անգամ եմ ֆիքսում այս աղջիկներին չեն քննադատում, որովհետև եկեք հասկանանք մի բան, որ սա եւս դժվար մասնագիտություն է, դա մեկ, եւ երկրորդը յուրաքանչյուրի մարմինը եւ յուրաքանչյուրի ընտրությունը իր գործն է, եւ այստեղ խոսքը չի վերաբերում մեղադրելուն, խոսքը վերաբերում է նրան, որ իրականում կա այս ամենի հակառակ կողմը, կան աղջիկներ, ում համար այս կինոն օքեյ չէ, ում համար այս կինոն նորմալ չէ, եւ հենց այս աղջիկներին անհրաժեշտ է օգնություն եւ անհրաժեշտ է իրազեկում, որ իրականում անվճար պանիրը միայն թակարդի մեջ է լինում եւ այդ գեղեցիկ խոսքերով հմայված շատ աղջիկներ գնում հասնում են Դուբայ եւ հասկանում են, որ հենց այստեղ մոդելի աշխատանքը վերածվելու է մարմնավաճառի աշխատանքի ու հաճախ աղջիկները, ովքեր հանկարծակի են գալիս, ունենում են երկու ելք, կամ ուզած-չուզած մտնում են այս առաջարկի մեջ, ինչու որովհետև հակառակ կողմից սկսվում է դասական մանիպուլյացիա, ինչի չգիտեիր ուր ես գալիս,
մի անգամ անելով ոչինչ չի փոխվի, բոլորն էլ իրենց կարիերաները այդպես են սկսում, կամ երկրորդ դեպքում այս կինոն ունենում է չարաբաստիկ ավարտ, որովհետև աղջիկները այդպես էլ չեն հարմարվում եւ չեն համարձակվում մտնել խաղի մեջ։ Նմանատիպ մի պատմություն եղավ 2018 թվականին այս աղջկա հետ։ 22-ամյա մոդելը Յակուտսկից մեկնում է Դուբայ մոդելային աշխատանք իրականացնելու համար, բայց հյուրանոց հասնելուն պես նրա այսպես ասած միջնորդ գործակալը աղջկան ծանոթացնում է հարուստ արաբ շեյխի հետ, ով իբրև թե աղջկան պետք է օգներ իր մոդելային կարիերայի հարցում։ Կարճ ժամանակ հետո տղամարդը սեռական հարաբերությունների է սկսում համոզել աղջկան, եւ երբ մոդելը հասկանում է, որ իրականում մոդելային մասնագիտության հետ այս առաջարկը եւ այս ճամփորդությունը ոչ մի կապ չունի, նա պարզապես մերժում է տղամարդուն եւ այդ ժամանակ տղամարդը դանակով հարձակվում է աղջկա վրա։ Աղջկան այլ ելք չի մնում, քան իրեն նետել հյուրանոցի համարի պատուհանից։ Իհարկե բազմաթիվ կոտրվածքներով, բայց ի ուրախություն բոլորին աղջիկը ողջ է մնում։ Սակայն 2012 թվականին նմանատիպ մի դեպք տեղի է ունենում մեկ այլ մոդել երիտասարդ աղջկա հետ, ում բախտը այդքան չի բերում, եւ նա իրեն գցելով հյուրանոցի 6-րդ հարկի համարի պատուհանից այդպես էլ ողջ չի մնում։ Ինչու են հարուստ տղամարդիկ անում այս ամենը աղջիկների հետ, մեկին մեկ պարզ է, որովհետև հարուստ տղամարդիկ ունեն գումար եւ ունեն շատ հաճախ այլասերված երևակայություն, որը բնականաբար իրականություն են ուզում դարձնել գումարի միջոցով։ Բայց այստեղ վստահ եմ շատերի մոտ հարց է առաջանում, լավ, ինչու են լռում աղջիկները։ Պատասխանը այստեղ էլ կարծում եմ շատ պարզ է։ Նախ, ինչպես արդեն նշեցի, պրոպագանդայի եւ այս համընդհանուր սպորտը նորմալիզացնելու ֆոնի վրա շատերի համար իսկապես այս մասնագիտությունը դարձել է նորմա եւ դարձել է գումար արագ աշխատելու տարբերակ եւ դրա համար շատերը ուղղակի օգտվում են իրենց ընձեռնված հնարավորությունից ու լռում են այս ամենի մասին։ Ինչու են լռում այն աղջիկները, ովքեր ինքնակամ չեն մտել խաղի մեջ։ Կա երկու շատ հավանական պատասխան։ Նախ եւ առաջ եկեք չմոռանանք, որ Արաբական Էմիրություններում սպորտով զբաղվելը համարվում է անօրինական։ Եվ եթե որևէ աղջիկ հասնում է Դուբայ ու հասկանում է, որ օրինակ իր ձեռքից անձնագիր են խլել կամ իրեն մանիպուլացնելով ստիպում են մտնել որոշակի սեռական հարաբերությունների մեջ անծանոթ տղամարդկանց հետ, այդ աղջիկը պարզապես չի կարող գնալ եւ դիմել ոստիկանություն, որովհետեւ գործերը կարող են շատ արագ իր դեմ պտտվել եւ այդ աղջկան կարող են նույնիսկ քրեական պատասխանատվության ենթարկել Արաբական Էմիրություններում սպորտով զբաղվելու համար։ Բայց երևի թե ամենատարածված պատասխանը եւ ամենահավանական պատասխանը այն է, որ այստեղ աշխատում է ամոթի եւ ինքնասիրության գործոնը։ Ցավոք սրտի մեր օրերում դեռևս շատ կանայք եւ շատ աղջիկներ ամաչում են բարձրաձայնել, որ իրենց նկատմամբ սեռական, ֆիզիկական բռնություն է իրականացվել։ Ամաչում են, որովհետև հասարակությունը բավականաչափ տեղեկացված չէ եւ նրանք վախենում են, որ հասարակությունը իրենց կքննադատի, կմեղադրի, այլ ոչ թե կհասկանա, որ նման երևույթների դեմ պայքարել է պետք, որ այս աղջիկներին միանալ է պետք է բարձրաձայնել այս խնդրի մասին, որպեսզի մյուս աղջիկները նմանատիպ թակարդի մեջ չհայտնվեն։ Իմ խոսքը չի վերաբերում բոլոր աղջիկներին ու բոլոր կանանց, ովքեր գնում են Դուբայ։ Իհարկե կան մարդիկ, ովքեր գնում են Դուբայ եւ սեփական գումարներով ու սեփական հնարավորություններով լյուքս հյուրանոցներում են հանգստանում, բրենդային պայուսակներ են կրում եւ բրենդային լյուքս ժամանակ են անցկացնում։ Ես սպասում եմ ձեր կարծիքներին ու ինձ շատ հետաքրքիր է, թե դուք ինչ եք մտածում այս թեմայի հետ կապված։ Արդյոք դուք եք այն մարդկանցից, ովքեր մտածում են, որ այս աղջիկները իրենք են մեղավոր, թող չգնան Դուբայ եւ ոչինչ իրենց հետ չի լինի, թե դուք կարծում եք, որ իսկապես սա շատ վտանգավոր թակարդ է, որի մեջ ընկնում են նաեւ անմեղ աղջիկները։ Ես սպասում եմ ձեզ կոմենտներում, կարծում եմ, որ սա շատ կարևոր թեմա է քննարկելու համար, ակտիվ եղեք, չմոռանաք լայքել իմ վիդեոն, բաժանորդագրվել իմ ալիքին, եթե դեռ բաժանորդագրված չեք, եւ իհարկե սկանավորեք այս QR կոդը, միացեք իմ Patreon-ին եւ ամսական փոքրիկ գումարի դիմաց աջակցեք ինձ ու իմ YouTube-ի ալիքին, որպեսզի ես ձեզ համար շատ ավելի շատ նոր ու հետաքրքիր վիդեոներ նկարեմ։